Արմեն հեռուստաընկերության եթերում հայկական եթերի միակ դիզայներական հեռուստանախագիծն է «Տունտեղ» հեռուստանախագիծը, որը արդեն վաղուց Հայաստանի սահմաններից դուրս է եկել։ Ինչպես գիտեք, այս եթերաշրջանում մենք ճանապարհորդում ենք եւ ձեզ ցուցադրում ենք միջազգային ամենախոշոր ցուցահանդեսները, ձեզ մաս դարձնելով այս կարևոր իրադարձություններին։ Դե ինչ, մեծ բարի եթեր, իսկ ձեզ բարի դիտում։ Դե ինչ կհանդիպենք եկող շաբաթ, ձեզ է Սուսաննա Գևորգյանն եւ Կարեն Գրիգորյանը։ Կհանդիպենք։ Այսօր էլ բրցանք։ Ապրես, շատ լավ էր։ Իսկապես։ Հոգնել ես։ Չէ։ Սուս ուզում ես մի քիչ հանգստանանք ու մի քիչ զրուցենք։ Նա սուրճ խմենք, հետո մի քանի բան խոսենք։ Հիանալի։ Դե գնացինք։ Սուսի շուտ մենք ոնց անցանք։ Մեր մյուս գործընկերոջ Տունտեղ հեռուստանախագծի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության միջոցով։ Այո, գրոհ եմ ասել դիտարկված առաջարկում եմ մի կենտրոնի։ փոքր զրուցենք այս մասին։ Խոսենք սիրով։ Սուսաննա, դժվար է, որ քեզ փողոցում սկսել են ասոցացնել հենց մեր գործընկերոջ հետ։ Իսկ թվում է դու ամեն ինչ գիտես, չէ՞, United Technical Service ընկերության բոլոր ապրանքատեսականիների, բրենդների։ Դե մեդիա ասոցիացիայի հետ այնքան ենք United Technical Service-ի համար նախագծեր իրականացրել, որ ինձ թվում է, ես կարող եմ արդեն դասախոսություն կարդալ ծորակների եւ լոգարանների մասին։ Շատ լավ, կարծում եմ ես էլ մի փոքր կարող եմ քեզ այդ հարցում օգտակար լինեմ։ Դե արի սկսենք։ Արի վերհիշենք բոլոր ապրանքանիշերը։ United Technical Service-ը ունի այնպիսի գործընկերներ, որոնց վրա հիմնվում է եւ հիմնասյուներն են, դե առաջնայինը գրոհեն է, որը Դավիթ Անհախտինը հասցեում է գտնվում, մասնագիտացված կենտրոնն է, շոփ գրոհի.am-ի հետ միասին, իդեպ, այո, վերջերս գիտես, որ գործարկվել է, այո, ամբողջությամբ հայալեզու տարբերակը։ Գրոհից բացի ունենք Կալդևեյը, որը Պողպատե էմալի գերմանական լեգենդն է։ Լավ։ Եթե մենք փորձենք նույնիսկ փորձության ենթարկել դրա մակերեսը, վստահ եմ մեր համբերությունը ավելի շուտ կսպառվի, քան նրա լոգարանի ֆայլը։ Շատ լավ, շարունակենք խոսել ապրանքանիշերից, հաջորդ ապրանքանիշը որն է լինելու։ Սուներժա չորանոցները, որոնք լոգարանին լրիվ էսթետիկ տեսք են ապահովում։ Սա այն դեպքն է, երբ ֆունկցիոնալ սարքը վերածվում է դիզայներական աքսեսուարի եւ ամբողջացնում է լրիվ լոգարանի տեսքը։ Պետք է նշենք նաեւ գունային գամմաները, որոնք անթերի են արված։ Հրաշալի։ Արի խոսենք MCH-ից։ Այ MCH-ը տիպիկ չեխական բծախնդրություն է, այո, աչքյան անտեսանելի է, բայց ապահովում է անթերի ջրահեռացում։ Հաջորդ ապրանքանիշը որն է լինելու։ Այ կարծում եմ այս պահին արժի խոսել մեր նոր համալրումների մասին, United Technical Service-ի սրա բերվել են նոր եվրոպական թարմ տեխնոլոգիաներ։ Որոնք են դրանք։ Առաջնայինը կարոդրայինը եկեք առանձնացնենք, որոնք էլի հոսակներ են։ Այ կարոդրայինը բելգիական մինիմալիզմի գագաթնակետն է, հատկապես օցանման հոսակներ կան, որոնք դիզայներական անմիջապես տեղադրվում են ներքևում եւ դարձնում են լոգասենյակը լոգարան այս դեպքում արվեստի գործ։ Նաև առաջարկում եմ խոսել իսպանական GRB ապրանքանիշից, որը նույնպես ներկայացված է Դավիթ Անհախտինի հասցեում։ Այո, այստեղ պետք է խոսենք գունային էլիգամաների մասին, այստեղ հիգիենիկ ցնցուկների մասին է խոսքը եւ այնքան բազմերանգ են, որ ցանկացած լոգարանի հետ իրենց միատոն այդ համադրությունը կպահպանեն։ Շատ լավ։ Դուսիկ ժամանակն է, որպեսզի անցնենք բլից հարցերին, պատրաստ ես։ 3-2-1։ Հարց առաջին. էսթետիկ թե ֆունկցիոնալ, եթե ստիպված լինեիր ընտրել միայն մեկը։
UTS-ում ստիպված չես լինում այդ ընտրությունը կատարել, բայց եթե շատ ես պնդում, էսթետիկ ֆունկցիոնալություն։ Շատ լավ։ Որն է UTS-ի ամենաինստագրամյան բրենդը։ Սուներժան, որովհետև այնտեղ այնքան գունային գամմաներ կան, որ ցանկացած լոգարան պատրաստի ֆոտոզոնա է վերածում։ Գրոյել չի զիջում բացարձակ։ Դե ամեն դեպքում այս բանը ես առանձնացնում եմ Սուներժան։ Շատ լավ։ Սուսիկ, հարց երրորդ, եթե այդքան լավ ես ճանաչում բոլոր ապրանքները, ապա կարող ես ասել կենտրոնացի Կալդեվեի ամրությունը թե GRB-ի խելացի տեխնոլոգիան։ Կախված տրամադրությունից, եթե էսթետիկա, ապա Կալդեվեյ, եթե հարմարավետություն, GRB։ Շատ լավ, իսկ հենց հիմա քո տրամադրությունը ինչպիսին է։ Ֆանտաստիկ։ Դե գնացինք հաջորդ հարցը։ Որն է քո սիրելի գույնը GRB հիգիենիկ ցնցողների մեջ։ Դա ավելի լավ կլիներ հարցներ մի մարդով կարողանում է հստակ որոշում կայացնել, իմ դեպքում այդպես չէ, ես դեռ տատանվում եմ ոսկե գույնի եւ անփայլ սևի մեջ։ Սուսիկ, իմ վերջի հարցը, որը կարծեմ պատասխանելը եւ հեշտ կլինի եւ միգուցե դժվար։ Կարող ես UTS-ը բնորոշել մեկ նախադասությամբ։ Լավագույն նախագծերը դեռ արժևում են։ Դե ինչ մեր նախագծերը նույնպես դեռ արժևում են, շնորհակալ եմ համագործակցության համար։ Փոխադարձ։ Կարծում եմ տունտեղ հեռուստանախագծի հեռուստատեղների համար շատ սիրելի անձնավորություն ես։ Շնորհակալություն։ Եվ կարծում եմ քաղաքում արդեն քեզ ճանաչում են հենց UTS-ի գովազդային հոլովակներից, այնպես որ շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Կհանդիպենք մեր հաջորդ եթերներում։ Առայժմ։ Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տան տեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Ողջույն, ես Ռիփսիմեն եմ Զաքարյան, Տոգաս ընկերության էքսպերտ խորհրդատուն։ Առողջ քունն ու առավոտյան թարմությունը այն է, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուրին։ Դրա համար առաջին եւ ամենակարևոր օրթոպեդիկ ներքնակն է, որը հուսալիորեն պահում է մեջքը, երկրորդը հարմար բարձը, որը հանգստացնում է պարանոցը եւ ուսերը, եւ վերմակը, որի տակ կլինի ջերմ ու հարմարավետ։ Սակայն կա եւս մի կարևոր բան։ Դա անկողնային սպիտակեղենի գործվածքն է։ Եկեք խոսենք լավ անկողնային սպիտակեղենի մասին։ 3 հիմնական չափանիշ, որոնք որոշում են անկողնային տեքստիլի որակը՝ բնական, էկոլոգիապես մաքուր մանրաթելեր, գործվածքի խտություն եւ ամրություն, թելերի բարդ հյուսվածք որպես փափկության երաշխիք։ Վերջին 100-ամյակում մենք շատ ենք հեռացել բնությունից, շրջապատելով մեզ արհեստական նյութերով, ինչը միշտ չէ, որ օգտակար է առողջության համար, հատկապես երբ խոսքը վերաբերվում է սինթետիկ գործվածքների վրա քնելուն։ Բնական նյութերն առավել նախընտրելի են, նույնիսկ եթե մաշկային խնդիրներ չկային։ Այսպիսով, բնական գործվածքներից, վուշից, բամբակից, մետաքսից եւ վերամշակված էվկալիպտի մանրաթելերից պատրաստված սպիտակեղենը չի առաջացնում անհարմարություն, մաշկը շնչում է, մարդը զգում է մաքրություն եւ հարմարավետություն։ Որոշ նյութեր ունեն նաեւ կլիմատ կոնտրոլ հատկություն, օրինակ մետաքսը, էվկալիպտի կամ բամբուկի մանրաթելը, ինչի շնորհիվ ամռանը չի լինում շոկ, այն զգացվում է թեթև զովություն։ Մետաքսե սպիտակեղենը համարվում է շքեղության եւ գեղեցկության խորհրդանիշ, ապահովելով նաեւ բարձր հարմարավետություն եւ առողջության համար օգտակար պայմաններ։
Էվկալիպտի մանրաթելերից պատրաստված գործվածքը ևս ունի բարձր օդափոխանակություն եւ ջերմաստիճանի կարգավորման հատկություն։ Այն հարմար է տարվա ցանկացած եղանակների համար։ Ամենատարածվածը բամբակյա սպիտակեղենն է։ Այն հիգիենիկ է, չի էլեկտրականացվում, լավ է կլանում խոնավությունը եւ հեշտ է խնամքի մեջ։ Գործվածքի խտությունը նույնպես անմիջապես ազդում է որակի վրա։ Այն չափվում է թելերի քանակով, մեկ միավոր մակերեսի վրա։ Միջազգային համակարգում օգտագործվում է տիսի չափանիշ։ Լավագույն ընտրությունը բարձր խտությունն է, քանի որ այն ապահովում է ամրություն եւ երկարակեցություն։ Մետաքսի դեպքում կիրառվում է այլ չափման միավոր՝ դա մոմեն է։ Որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան ավելի որակյալ եւ դիմացկուն է գործվածքը։ Գործվածքի փափկությունը կախված է նաեւ թելերի հյուսվածքից։ Նույնը բամբակը տարբեր հյուսվածքների դեպքում կարող է լինել թե շատ նուրբ, թե ավելի կոպիտ։ Ամենահայտնի եւ որակյալ տարբերակներից մեկը բամբակյա սատինն է։ Այն ունի փափուկ, հարթ եւ թեթև փայլուն մակերես։ Սատինը շատ դիմացկուն է եւ երկար է ծառայում։ Սատինի տեսակներն են ռոյալ սատին, մակո սատին, ստրապ սատին, ժակարդ։ Ժակարդը բարդ նախշերով եւ ռելիեֆային մակերեսներով գործվածք է։ Այն շատ ամուր է եւ գեղեցիկ, երկար ժամանակ պահպանում է իր տեսքը։ Թող ձեր անկողինը լինի հարմարավետ, սպիտակեղենը փափուկ եւ նուրբ, իսկ բարձն ու վերմակը ապահովեն առողջ եւ հանգիստ քուն։ Ողջույն, ես Սահակն եմ, ներկայացնում եմ Տինտակոլ ընկերությունը։ Այս անգամ ձեր ուշադրությանը կներկայացնենք եւ կփորձարկենք F17 հատակի ներկը եւ P100 պատի էմալը։ Հատակները ամենամեծ ծանրաբեռնվածությունն են կրում։ Քայլեր, մեքենաներ, աշխատանք ամեն օր։ Այդ պատճառով հատակի ներկի ընտրությունը պետք է լինի ճիշտ։ Ներկայացնում ենք F17 բարձրորակ ջրային դիսպերսիոն հատակի ներկ, պաշտպանիչ եւ դեկորատիվ լուծում, ամուր եւ դիմացկուն մակերես ստանալու համար։ Բարձր ջրադիմացկունություն եւ գերազանց լվացման դիմացկունություն։ Հատակը մնում է մաքուր եւ պաշտպանված երկար ժամանակ։ Դիմանում է եղանակային պայմաններին եւ ուլտրամանուշակագույն ճառագայթներին։ Երկար ժամանակ պահպանելով իր տեսքն ու գույնը։ Բարձր մեխանիկական եւ ջերմային դիմադրություն։ Իդեալական է ավտոտնակների, պահեստների, գրասենյակների եւ այլ ակտիվ օգտագործվող տարածքների համար։ Հեշտ է կիրառվում։ Անհրաժեշտ է քսել երկու շերտով։ Ունի լավ կպչունություն բետոնե եւ հանքային հիմքերի վրա։ F17-ը ապահովում է արագ եւ արդյունավետ աշխատանք։ Արդյունքը հարթ, դիմացկուն եւ գեղեցիկ հատակ, որը պատրաստ է ամենօրյա փորձությունների։ F17 պաշտպանիչ հատակը, ընտրիր հուսալի լուծում։ P100 այստեղ մաքրությունը պարզապես կարևոր չէ, այն պարտադիր ստանդարտ է։ Ներկայացնում ենք P100 Super Coat պատի էմալը, բարձրորակ լուծում ստեղծված մաքուր եւ վերահսկող միջավայրերի համար։ Ակրիլային եւ ստիրիոլ ակրիլային պոլիմերների հիմքով այն ապահովում է երկարաժամկետ պաշտպանություն եւ գերազանց լվացվողականություն, ավելի քան 5000 մաքրման ցիկլ։ Դիմացկուն է քիմիական նյութերի նկատմամբ, քլոր, թթուներ եւ ախտահանիչ լուծույթներ։ Չի կուտակում կեղտ, պահպանում է մաքրությունը նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Հատուկ պաշտպանություն բորբոսի եւ սնկերի դեմ։ Համապատասխանում է HACCP հիգիենիկ պահանջներին։ Հարմար է սննդի արդյունաբերության, լաբորատորիաների եւ բարձր մաքրություն պահանջող բոլոր տարածքների համար։ Կիսափայլ հարթ մակերես, բարձր կպչողականություն, անվտանգ, հոտ չունեցող եւ էկոլոգիապես մաքուր։ Կիրառեք P100 Super Coat-ը եւ մաքրությունը դառնում է ստանդարտ, իսկ պաշտպանությունը պարտադիր։ Տոնտեղ հերոսանախագծի այս խորագրում մենք խոսելու ենք նորաձևությունից եւ մեր տաղավարում հյուրընկալել ենք ոճաբան Աշի Մուրադյանին։ Ողջույն Աշի։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ մեր նախագծի շրջանակում այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից։ Ամենասկզբից սկսենք, երբ այնց եք սկսել զբաղվել նորաձևությամբ եւ ինչ է ենթադրում Հայաստանում լինել ոճաբան։ Նորաձևությամբ սկսել եմ զբաղվել ուսումնական տարիների ընթացքում, սովորելով Գեղարվեստի պետական ակադեմիայի մոդելավորման բաժնում, արդեն սկսեցի առաջին քայլերը կատարել մասնագիտության մեջ։ Ավարտելուց հետո ուսումնասիրելով շուկան հասկացա, որ ցանկանում եմ եւ ավելի հետաքրքիր է շարունակել ինձ որպես ոճաբան հիմնականում նկարահանումների համար։ Այսինքն աշխատում եք եւ կանանց հետ եւ տղամարդկանց հետ։
Շատ լավ։ Մի փոքր խոսենք նորաձևությունից, հայկական նորաձևությունից։ Առհասարակ ինչպես է գնահատում այսօր հայկական նորաձևության վիճակը եւ մի փոքր պրովոկացիոն հարց տամ, առհասարակ ունենք մենք հայկական նորաձևություն ասածը։ Տեսեք, վերջից պատասխանեմ հարցին, ունենք տաղանդավոր դիզայներների, իրանք փորձում են փոքր քայլեր կատարել, շատ ժամանակ դա նկատելի է լինում անգամ եվրոպական շուկաներում, տարբեր միջոցառումներում նրանք մասնակցություն են ունենում եւ որը իմ կարծիքով շատ ողջունելի է։ Բայց եթե ընդհանուր նայենք, հա, մենք հայկական նորաձևությունը այսօր ասելիք ունի աշխարհին։ Կարծում եմ, որ հայկական մշակույթը ունի իր ասելիքը եւ հայկական ֆեշնում կարելի է շատ հետաքրքիր նորամուծություններ անել հայկական մշակույթը պահպանելով։ Կիրառելով երևի թե այն ժառանգությունը, հա, մշակութային, որ մենք ունենք։ Այո, խոսքս ընդհանրապես չի վերաբերում շեշտադրում կատարել ինչ-որ, չգիտեմ, ազգային բացարձակ դա չի հետևում։ Ուղղակի կարծում եմ, որ մեր մշակույթը ունի հետաքրքիր մոտեցում, հետաքրքիր տաղանդավոր անձիկ, ովքեր որ կարող են առաջ տանել։ Շատ լավ, Աշի, արի խոսենք հենց քո սեփական հաջողություններից։ Շատ լավ, ես կարևորում եմ իմ մասնագիտության փորձի մեջ եվրոպական տարբեր շուկաներում ամսագրերի հետ համագործակցելը, քանի որ դա տալիս է շատ յուրահատուկ փորձ, լինելով մեր շուկան իրենից ներկայացնում ամեն դեպքում շատ փոքր շուկա եւ երբ որ դու շփվում ես, երբ որ դու աշխատում ես եվրոպական շուկայի հետ, որոնք որ կարծում եմ այս պահին ֆեշն ոլորտում կարծիք թելադրողներն են։ Առաջատար են։ Այո, դա հետաքրքիր փորձառություն է եւ շատ կարեւոր, որը որ ես փորձում եմ նաեւ գործածել մեր շուկայում։ Շատ լավ։ Եթե խոսում ենք կանանց նորաձևության մասին Հայաստանում, կհամաձայնվեք, որ խնդիր որպես այդպեսին մեծ չունենք։ Բավականին արագ հայ կանայք աղջիկները կրկնօրինակում են այն բոլոր միտումները, որոնք աշխարհում տիրում են, եւ երբեմն էլ չգիտեմ, կհամաձայնվեք թե ոչ, շատ ավելի լավ են կիրառում այդ միտումները, քան նույն եվրոպացիները կամ ամերիկացիները կամ այլ նորաձևության տները, որտեղ որ գտնվում են։ Իսկ տղամարդկանց հարցում մենք ունենք իսկապես լուրջ խնդիրներ։ Այո, ես նույնպես նկատում եմ նման տենդենս, ես կարծում եմ, որ պետք է խրախուսել տղամարդկանց եւ նրանց օգնել, որպեսզի իրենք էլ գտնեն իրենց ոճը, անգամ դիմեն մասնագետների, եթե դրա կարիքը գտնում են, որ հարկավոր է։ Կարծում եմ պետք է լինել մի քիչ էքսպերիմենտալ եւ հաստատ ինչ-որ փոքր փորձեր կատարելուց հետո ինչ-որ ընդհանուր մասշտաբով փոփոխություն հաստատ կնկատենք։ Աշի, նշեցիք, որ եթերի համար եք շատ հաճախ աշխատում, այ իմ սեփական փորձը եմ ուզում կիսվել, որ այս տարիների ընթացքում հիմնականում համագործակցել են բազմաթիվ հայ ոճաբանների, դիզայներների հետ եւ գրեթե բոլոր այն լուքերը, որոնք եթերում են եղել, արժանացել են բազմաթիվ քննադատությունների։ Այսինքն մի փոքր տարբերվող, այսպես հագուստները մեր հասարակությունը բավականին խիստ է ընկալում, նամանավանդ հենց տղամարդկանց կողմից, հա, եթե օրինակ կանանց ընկալում են, որ հա, թիթիզ, նորաձև եւ այլն, տղամարդկանցը շատ այդպես ավելի բացասական են ընկալում։ Լավ, ինչ կարող եք դուք անել որպես ոճաբաներ, որպես այս վերաբերմունքը փոխեք։ Ես առաջարկում եմ այս պարագայում ընդհանրապես շատ չհետևել մարդկանց կարծիքներին, որովհետև կարծում եմ եթերի մարդիկ առաջին հերթին պետքա լինեն ոչ թելադրողը եւ կարծիք ձևավորողը։ Ես ուղղակի կարծում եմ, որ համառորեն պետք է շարունակել էքսպերիմենտներ անել, մանավանդ եթերի մարդիկ կարծում եմ դրա հնարավորությունը եթերում տարբեր շրջանակներում ունեն ու պետք է դա անեն, որպեսզի մասաներում ինչ-որ բան փոխվի։ Ես կարծում եմ, որ պետք չի շատ հետևել հանրային կարծիքին։ Եվ անպայման պետք է լինել առանձնահատուկ, հա, սեփական ու ոճը ձևավորել, նամանավանդ եթե հանրային դեմք ես։ Այ կան հանրային դեմքեր հայկական շոու բիզնեսում, որ կուզենաք միշտ երազել եք աշխատել նրանց հետ։ Իրականում ում հետ ուզել եմ եւ հետաքրքիր է եղել աշխատելը, համագործակցել եմ։ Շատ լավ։ Դե մենք վերադառնանք Եվրոպա, այն հիմնական էպիկենտրոնները նորաձևության, որտեղ եւ ստեղծվում են, հա, բոլոր միտումները։ Առաջարկում այսօր խոսել իմ կողմից ամենասիրված նորաձևության տանց կապարելի այսպես ֆենոմենի մասին։ Ինչ եք կարծում։ Կգա մի օր, որ Հայաստանում էլ կլինեն նմանատիպ նորաձևության տներ, ովքեր կստեղծեն ոչ միայն նորաձևություն, այլ նաեւ պատմություն, ապրելակերպ, չգիտեմ, աշխարհայաց եւ այլն։
ուրախ կլինեմ ականատես լինելու, բայց կուզեմ նշել, որ Schiaparelli բրենդի նման մեծ բրենդերը ենթադրում են շատ մեծ ներդրումներ ֆինանսական տեսանկյունից։ Կարծում եմ մի օր հնարավոր կլինի, օրինակ ինչպես տեղի ունեցավ մեր հարևան Վրաստանում, շատ բրենդեր վրացական, իհարկե չդարձան Schiaparelli նման հայտնի բրենդեր, բայց բավական մեծ հիմա շրջանառություն ունեն եվրոպական եւ ամերիկյան շուկաներում։ Այդ իմ կարծիքով շատ ողջունելու է այդ ամեն ինչը առաջին հիմնապատճառը դրա ներդրումներն էին։ Դուք որպես ոճաբան հետևում եք միտումներին, թե կարծում եք ամեն դեպքում, որ միտումները պարտադիր չեն, հա, հետևելու համար, այլ պետք է իսկապես ստեղծել առանձնահատուկ ոճ յուրաքանչյուր հանրային դեմքի համար։ Տեսեք, կոնտեքստը շատ կարևոր է, ես ինքս որպես անձ, որպես ես ինքս իմ համար, որպես աշի, ես չեմ սիրում տրենդեր, իմ համար ինդիվիդուալիզմը ավելի կարևոր է, իմ սեփական ձևը գտնելը յուրաքանչյուր հագուստի շատ ավելի ողջունելի է, քան տրենդերին ուղիղ հետևելը, բայց ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր որ շատ ժամանակ չունեն, իրանց կյանքը ընդհանրապես իրանց հետաքրքրությունները ֆեշնի շուրջ չի պտտվում, այդ պարագայում իհարկե լրիվ օքեյ է հետևել տրենդերին, կախված է իրականում անձից ու ես ուզում եմ, որ ոչ մեկ չսահմանափակվի ով է տրենդային, ով չի տրենդային, արդյոք պայուսակը տրենդային է, ինչ արժի եւ ինչ չարժի, ես խրախուսում եմ հագնվել շատ որակյալ նյութերով հագուստ եւ իրականում դրա մեջ արժեքը կամ տրենդային լինելը թե չլինելը այդքան էական չի ըստ իս։ Շնորհակալ եմ Աշի, հետաքրքիր զրույցի համար, մեզ հետ Աշին էր, ով խոսում էր, որ անպայման պետք է չհետևել տրենդերին, բայց ինքը հենց Louis Vuitton պայուսակով ներկայացել էր մեր հարցազրույցին, իսկապես հետաքրքիր էր զրույցը, հուսամ, որ մեր եթերներից մեկում կամ եթերաշրջաններից մեկում անպայման կհամագործակցենք եւ կվերափոխենք այս սովորական Կարենին ինչ-որ հետաքրքիր արտաքինով եւ ոճով անձի։ Նշեմ ինչի համար այդ Louis Vuitton պայուսակը ինքը միգուցե առաջին հայացքից ուղղակի երևում է որպես այսպիսին թանկարժեք պայուսակ, բայց այդ դրա ֆունկցիոնալությունը լրիվ հակառակն է կատարում։ Ինքը tote bag է, նախատեսված է ուղղակի շատ ապրանքներ տանելու։ Ես հենց իրեն այդպես էլ օգտագործում եմ, այսինքն ինքը կարելի լինի ամենտեղ ընկած, իրան հատուկ վերաբերմունք չպետք է ցուցաբերվի, ինքը ուղղակի շատ ամուր նյութից պատրաստված պայուսակ է, ջրակայուն, որը որ հենց ես իրան օգտագործում եմ մատերիալի հաշվին։ Ի հավելումը ձեր ասացի անպայման ուզում եմ նշեմ, որ նույնիսկ նույն իրերը տարբեր մարդիկ գրելիս կարող են տարբեր հայոց տրամադրություն եւ ձև եւ բովանդակություն ստանալ կհանդիպենք։ Շնորհակալություն։ Ողջույն, Armenia TV-ի եթերում տուն-տեղ հեռուստանախագիծն է եւ Smart Design խորագիրը։ Այսօր շարունակում ենք խոսել էլեկտրատեխնիկական համակարգերի մասին եւ անդրադառնում ենք այն բաղադրիչներին, որոնք ապահովում են անվտանգությունը ու համակարգի կայուն աշխատանքը։ Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք էլեկտրամատակարարման եւ բաշխման համակարգերի մասին։ Այսօր շարունակում ենք թեման եւ խոսելու ենք 3 կարևոր ուղղությունների մասին՝ շանթապաշտպանության համակարգեր եւ ելքի վթարային լուսավորություն, հողանցման եւ վթարային սնուցման համակարգեր։ Սկսենք հողանցման համակարգից։ Հողանցման համակարգը ապահովում է, որ էլեկտրական հոսանքի ավելցուկը անվտանգ հեռացվի համակարգից։ Պարզ ասած, այն պաշտպանում է ինչպես մարդկանց, այնպես էլ սարքավորումները։ Եթե հողանցումը ճիշտ իրականացված չէ, նույնիսկ փոքր խափանումը կարող է բերել վտանգավոր իրավիճակների։ Երկրորդ կարևոր բաղադրիչը շանթապաշտպանությունն է։ Պաշտպանությունը կայծակից։ Հատկապես Հայաստանում, որտեղ եղանակային պայմանները կարող են լինել փոփոխական, կայծակի ազդեցությունը կարող է լուրջ վնաս հասցնել շենքին եւ սարքավորումներին։ Համակարգը նախատեսված է այդ էներգիան անվտանգ ուղղորդելու համար, առանց վնասների։ Երրորդ կարևոր ուղղությունը վթարային սնուցումն է։ Սա նշանակում է, որ եթե հիմնական էլեկտրամատակարարումը խափանվում է, համակարգը շարունակում է աշխատել անխափան։ Դա կարող է լինել UPS համակարգ կամ դիզելային գեներատոր, կախված նախագծի տեսակից։ Պատկերացրեք, հիվանդանոց, հյուրանոց կամ տվյալների կենտրոն, որտեղ հոսանքի ընդհատումը նույնիսկ մի քանի րոպեով կարող է մեծ խնդիր առաջացնել։ Այսպիսի օբյեկտներում բեքափ համակարգերը ոչ թե լրացուցիչ ծախս են, այլ պարտադիր ներդրում, բայց նույնիսկ փոքր բիզնեսներում կամ բնակարաններում բեքափ լուծումները կարող են ապահովել հարմարավետություն եւ աշխատանքի շարունակականություն։
Շատ կարևոր է նաև, որ այս բոլոր համակարգերը աշխատեն միասին, որպես մեկ ամբողջական համակարգ։ Շանթապաշտպանության համակարգերը եւ ելքի վթարային լուսավորությունը, հողանցման կամ վթարային սնուցման լուծումները պետք է ինտեգրված լինեն ընդհանուր էլեկտրական համակարգի մեջ։ Հակառակ դեպքում նրանց արդյունավետությունը զգալիորեն նվազում է։ Team Systems-ում մենք իրականացնում ենք այս համակարգերի ամբողջական նախագծում եւ տեղադրում, ապահովելով, որ դրանք համապատասխանեն բոլոր նորմերին եւ որակի ստանդարտներին ու աշխատեն որպես մեկ միասնական ամբողջություն։ Սա նշանակում է, որ ձեր շենքը պաշտպանված է ոչ միայն տեսանելի խնդիրներից, այլ նաեւ այն ռիսկերին, որոնք հաճախ անտեսվում են։ Եվ հենց այս անտեսանելի լուծումներն են ապահովում իրական անվտանգությունը։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք կխոսենք մի հետաքրքիր թեմայի մասին։ Կոտրելու ենք միֆերը, որոնք տարածված են էլեկտրատեխնիկական ցածրահոս եւ սմարթ համակարգերի շուրջ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, բաց մի թողեք տուն-տեղ հեռուստանախագծի հաջորդ թողարկումը։ Բարձր տրամադրությամբ շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագիծը, մենք տեղափոխվում ենք մեր շատ սիրելի դիզայն ստուդիո, Արմատ դիզայն ստուդիո, որտեղ զրույցը շարունակելու եմ ղեկավար դիզայներ եւ գեղանկարիչ կամ գեղանկարիչ եւ դիզայներ Արամ Դանելյանի հետ։ Ողջույն Արամ։ Ողջույն Կարեն։ Արամ, ձեզ ինչպես է ավելի շատ հաճելի դիմել, երբ ծանոթանում եք, հենց ասում եք սկզբից գեղանկարիչ, հետո դիզայներ, թե ամեն դեպքում երկուսը միասին եք նշում։ Նկարիչ դիզայներ։ Նկարիչ դիզայներ։ Շատ լավ։ Նկարիչ դիզայներ Արամ Դանելյանը մի քանի տարի առաջ որոշեց զբաղվել կրթությամբ։ Մի բան, որը շատ կարևոր էր եւ այս ոլորտում իսկապես մեծ բաց էր։ Դժվար էր արդյոք նախաձեռնել, որովհետեւ նայեք, այս ոլորտը իսկապես այն ոլորտն է, որ մեծ ժառանգություն չուներ ամեն դեպքում Հայաստանում։ Եվ բավական մեծ համարձակություն էր սկսել կրթել սերունդներ, որոնք այսօր մրցում են նաև ձեզ հետ։ Կամաձայնվեք, որ ձեր սաները այսօր ձեզ հետ միասին ստեղծում են գեղեցիկ ինտերիերներ, հա։ Արմատ դիզայն ակադեմիան ստեղծվել է 2021 թվականին եւ հարյուրավոր, կարելի ասել արդեն 1000-ին մոտ շրջան ավարտ ենք ունեցել կուրսերը ինտերիեր դիզայնի, էքստերիեր, լանդշաֆտ եւ արդեն նաեւ գրաֆիկ դիզայնի 4 եւ 6 ամսյա կուրսեր են, ես կարող եմ ասել, որ բավականին էֆեկտիվ են եւ շատ սեղմ ժամկետներում մենք կարողանում ենք թե սկսնակներին, թե պրոֆեսիոնալներին բավականին պաշտպանություն տալ։ Այ հետաքրքիր է կրթությունից խոսեցինք, եթե մենք նայենք սովետական մեր ճարտարապետության հայ հիմնականում պատմությունը, ինչու եմ ասում, որովհետև որպես այդպեսին մենք չունեինք, հա, սովետական դիզայն ասված, ունեինք սովետական ճարտարապետություն։ Եվ սա էլ էր հետաքրքիր, երբ անցում կատարվեց արդեն ինտերիեր դիզայնի, շատ մարդիկ համարում էին, որ ճարտարապետությունը եւ դիզայն առհասարակ կապ չունի։ Բայց շատ կա ժամանակ հետո նույն դիզայներները սկսեցին զբաղվել ոչ միայն ճարտարապետությամբ, այլ նաեւ ձևավորմամբ, հա, այսինքն դարձան եւ նաեւ դեկորատոր, ինչը Հայաստանում առհասարակ չի ընկալվում որպես առանձին մասնագիտություն։ Այ հարցից իմաստը նրանում է, արդյոք այսօր դիզայները մի փոքր շատ չի վերցնում իր վրա, հա, բոլոր այդ դերակատարումները կատարելու Հայաստանում, որովհետեւ դրսում դրանք բոլորը առանձին մասնագիտություններ են կամ մասնագիտացումներ։ Ինչ վերաբերում է ճարտարապետությանը, շինարար, այո, նու կրթություն որպես շինարար։ Տեսեք, Հայաստանում բավականին զարգացած է եղել եւ զարգացած է ճարտարապետությունը։ Այո, դիզայնը, ինտերիեր դիզայնը ինքը նոր երևույթ է, նոր բան է, որը սրընթաձեով է զարգանում, բայց մենք բոլորս ինք ենք ընդունում այն ճարտարապետական մեծ ժառանգությունը, որը մենք ունեցել ենք։ Այո, որը եւ հիմք հանդիսացավ նաեւ ինտերիեր դիզայնի ոլորտում։ Իսկ ինչ վերաբերում է կրթությանը, ես կարծում եմ, որ այսօր արդեն կրթության ոլորտում մարդ ունի մեծ ընտրության հնարավորություն։ Թե պետական հաստատություններում բավականին լավ որակով կրթություն ստանալ, թե մեր Արմատ դիզայն ակադեմիայի պես ընկերություններում, կրթական օջախներում կրթություն ստանալ։ Ճիշտ, նաև հնարավորություններ արտերկիր մեկնել այսօր բոլոր հնարավորությունները կան, այսօր շատ հասանելի է եւ առցանց։ Նաև առցանց, այո, եւ արտերկրում սովորելու պլյուսներից մեկը նա է, որ ընդունելության քննությունները շատ ավելի մեղմ են, հեշտ է ընդունվել, դժվար է սովորել։ Այնպես որ հնարավորություններ բոլորն էլ ունեն եւ ես բոլորին խորհուրդ եմ տալիս միշտ զբաղվել կրթությամբ եւ ինքնակրթությամբ։ Այո, նայեք, երբ որ հետևում եմ շատ հայտնի դիզայներներին դրսում, նկատում եմ նաեւ մի միտում, որ սեփական բրենդի, հա, այսպես ստեղծելու փուլում նրանք շատ հաճախ գնում են կիրառական արվեստի
օգտագործմանը, այսինքն ստեղծում են իրեր իրենց անունով, հա, եւ սկսում են վաճառել, մասսայականացնել։ Արդյոք մի օր Arma Design Studio-ն կունենա նմանատիպ ապրանքների շարք կամ հավաքածու, որ կդառնա մասսայական։ Դուք առանց իմանալու իմ նպատակների մասին սկսեցիք գաղտնիքները բացահայտել իմ նպատակների հետ կապված, ասեմ, որ նման շարք ես եմ պատրաստում որպես Danielians brand եւ այդ աշխատանքները շատ ավելի ակտիվ կընթանան իմ նոր արվեստանոցում, որի մասին որ դուք տեղյակ եք, եւ նկարչության հիմնականում նկարչական մոտիվներով, այսինքն գեղանկարչություն, դեկոր, գեղանկարչություն, տեքստիլ եւ այլն եւ նման սպասք, ինչու ոչ։ Սպասք, այո, սպասքի էսքիզները նույնպես հիմա արվում են, այնպես որ շուտով կլինի այդ մասով նորություն, ոչ թե Armat-ի կողմից ստեղծված, Armat-ը կանի վիզուալիզացիաները, իսկ հեղինակային կլինի Արամ Դանելյանին։ Շատ լավ։ Առաջարկում եմ, որպեսզի մի ստորագրման ընթացքում խոսենք հայկական դիզայնից։ Հետաքրքիր թեմա, արդյոք որքանով է այսօր Հայաստանում ինտերդիզայնում նկատվում կամ կազմավորվում հայկական դիզայն ասվածը, թե դեռ սա ինչ որ զարգացման փուլում է գտնվում եւ որպես այդպեսին ասելիք չունի։ Համաձայն եք։ Ես գտնում եմ, որ ասելիք ունի, բայց ասելիքի մասին խոսենք մյուս թողարկման ժամանակ։ Հանդիպենք։ Տեսա։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։